Համին դուրսնսած երկու տարի կարող ասկի բերք չունեն անկել, այդ աշանի ծառը վնասվել է։ Բերքը դեռ ծառին է, բայց արդեն անպիտան։ Անխնա կարկուտից մնացել են միայն վնասված ծիրանի մնացորդները։ Հունիսի 30-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են ոչ միայն բերքատու ծառերը, այլև դրանց ճյուղերը։ Արդեն չորացել է, նայ։ Չեղած, նայ ոնց է։ Բնա փայդը բացել է։ Իրա հիմնական փայդը երևում է։ Էսի էլ ոչ մի բանի չի ծառայելու։ Տարակուսած են գյուղացիները, ասում են դրանց վերականգնումը կարող է 1 տարուց էլ երկար տևել։ Իսկ մինչև այդ ինչ են անելու այս 100 տոննա ծիրանը, որի պատճառով արդեն 10 միլիոնից ավելի վնաս են կրել։ Ակին ապրանք սա փճացրեց, վարի տվեց։ Մենակ ապրանքով չէ, ծառն էլ հետագայում է սառը արդեն պիտու չի էլի։ Ասենք իրա բերքի հիմնական շվերը, բողբոջային հատվածները, որ պետք է մյուս տարի բերք տա, ամբողջովին վնասված է։ Ընդամենը մի քանի արկղ էին բերքից հասցրել քաղել գյուղացիները, բայց ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Ծիրանենուց բացի վնասվեցին նաև խնձորի, տանձի, դեղցի եւ ընկուզենու ծառերը։ Նույնիսկ հաստաբուն ընկուզենին չի դիմացել կարկուտի ուժգին հարվածներին։ Ինչ աշտանի է ջուր սենցա։ Կարկուտի հետքի մեծության։ Ես բոբոքի ծառը։ Ես էլ էներ պոբոքի ծառը պոբոքի սորը գցի։ Դեղ է կնակ, դեղցը կնայեք Կեղևին Եղևից հետ ճակել է, էլի։ Այս 3 տարի խելք գլուխ չկա, վերջի մասին մոռացան։ Հուսահատված են գյուղացիները, մի քանի րոպեանոց կարկուտը տարիների աշխատանքը ջուրը լցրեց։ Ասում են Արմավիրի մարզպետարանից, համայնքապետարանից եկել եւ տեսել են իրավիճակը։ Հույս ունեն, որ հարցին լուծում կտան պատկան մարմինները։ Հիմա միայն ակնկալում են, որ գոնե իրենց վարկերը ժամանակավոր սառեցնեն, մինչեւ կարողանան այգիները խելքի բերել։ Բոլորը տարբեր վարկեր ունեն, հիմա ասում են գոնե մի տարով սառեցնեն, հիմա 2 միլիոն իննակ ես 2 հեկտարի տերը, Աշոտը, Աշոտի այգին։ Ամսու 5-ին պետք է մուծեմ։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ տեղեկացրին, որ բոլոր մարզերում տեղացած կարկուտի վնասի գնահատում են կատարում, որը կներկայացնեն կառավարությանը, ինչից հետո միայն պարզ կդառնան առաջիկա գործողությունները, փոխհատուցման ձևաչափը, ինչպես նաև վարկերի սառեցման հնարավոր տարբերակները։ Նախարարությունը կկազմի համապատասխան որոշում եւ կներկայացնի կառավարության որոշմանը եւ վերջնական որոշման արդյունքում արդեն եթե հաստատվի կառավարության կողմից քաղաքացիները կստանան փոխհատուցում կրած վնասների դիմաց։ Այս տարի ցավոք շատ էին կարկուտի դեպքերը, մինչև այդ պահը չունենք փոխհատուցում ստացած քաղաքացիներ։ Պետությունը սպասում է, որպեսզի բոլորը ամփոփվի տվյալները վերջնականանան, նոր միասնական որոշմամբ գնանք առաջ։ Նման իրավիճակներում պետությունն ունի 2 գործիքակազմ՝ գյուղապահովագրության ու կարգտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերը։ Գյուղապահովագրության դեպքում, օրինակ, եթե մինչև 2025 թվականը պետությունը սուբսիդավորում էր ապահովագրավճարների 65-ից 70%-ը, ապա այժմ սուբսիդավորում է ապահովագրավճարների 75-ից 80%-ը։ Ընդ որում, եթե նախորդ տարի ծիրանի եւ խաղողի բերքը ներգրավված չէր այդ գործընթացում, ապա այժմ ցանկում ներառվել են եւս 13 մշակաբույսեր։ Բոլոր մերեն քաղաքացիները, ովքեր նախքան այս կարկուտի հետևանքներին առնչվել ապահովագրել էին իրենց այգիները, կստանան օրենքով սահմանված ապահովագրավճարի չափը։ Եթե չեն հասցրել ապահովագրել, այստեղ արդեն պիտի համբերատար լինեն, մինչև կկայացվի փոխհատուցման վերաբերյալ որոշում։ Իսկ մինչ այդ նախարարությունից հորդորում են համագործակցել իրենց հետ եւ ներկայացնել կրած վնասի չափերը, որպեսզի գյուղացին ստանա համաչափ փոխհատուցումը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։